հնարավորություն է տալ։ Այսօր Եվրոպակը մեր արտադրությունը 10,000 տոննա է, հենց հիմա մտնենք Եվրոպական շուկա, մենք ինչ ենք կարալու անենք։ Մենք չենք ասում, հա շատ լավ է, բայց այսպես մենք պատրաստ չենք մտնենք այդ ձևի շուկայի մեջ կանանք հասցնենք։ Ինչ առումով պատրաստ չեք ապրանքա տեսակ, ասենց ասեմ, հարգելիս Եվրոպան չի սպասում մեր 10,000 տոնների, հասկանում եք։ Կարող է հակարանանք մի 100 տոննա սպառում անել, բայց չէ որ մեր արտադրության այս քանակը Եվրոպան պատրաստ չէ, որ ընտրի։ Ներկայային կառավարության պետք է հարցը քննարկենք, ինչեր կարանք անենք, ռազմավարական ծրագրեր մշակենք, փորձենք այսօր այդ ձուկը թեկուզ Հայաստանի շուկայում կարանանք սպառում կազմակերպենք, կարանանք պաշտպանության նախարարության շուտի բաներ անենք։ Գոնե չենք ասում ինչ-որ ամբողջ գոնե հնարավորություններ տակ աշխատելու։ Ամբողջ խնդիրը դրա մեջ է գալիս։ Հարգելիս թղթաբանություն լավ, Եվրոպական շուկա լես կամ թղթաբանությունը չեն արել, այս վերջի մի 20 օրն ենք սկսել աշխատել, 2 ամիս է մենք արտանում չենք ունեցել, այս վերջին նոր 20 օրը սկսել ենք մտածել, որ ուզում ենք, այսօր կա մեկը որ կարա Եվրոպա ձուկ արտանի, հենց հիմա։ Հիմա այս Ռուսաստանի սահմանապահովները ամբողջը ասեմ ինչն է, այսօր ամբողջը մեր կառավարության ոչ ճարպի գործելակերպն է, շատ դանդաղ, խնդիրներով է գործում, ձեր ցավը տանակ։ Ամբողջը շատ ճիշտ կարողանանք գործել, կարողանանք այս պահին ժողովուրդ sense ասեմ էլի 2007 թվականից զբաղվել եմ ձկնաբուծությամբ, տարիների աշխատանքից մենք այսօր ամեն օրում գիտեք ինչ մեծ կորուստներ ենք ունենում։ Եթե երկար ցես տևի, կարող է ամբողջը փլուզվենք, կործանվենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, բայց այն ամենայնիվ ասելիք ունեք իրեն որպես կառավարության ղեկավար։ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ասելիք։ Ներկա խնդիրներին լուրջ մոտեցում ցույց տալ։ Չեք ասում եք ես ոչ գումարը պրոստը մոտեցում խելացի մոտեցումներ ցույց տալ։ Դա որն է խելացի մոտեցում։ Խելացի մոտեցում էս պահին հիմա հարցը բարձրացվել ջրի կրճատում։ Հարգելիս ես պահ մեզի ջուրը պետք է որպեսզի մեր կարողանանք ձուկը ջրի մեջ պահել։ Դա երբ է ներկայացվել է։ Արդեն սկսել են ջրերի կրճատումը սկսվել է արդեն։ Արդեն մի ամիս է, 2 ամիս է սկսել են արդեն կրճատել։ Ոնց։ Լավ, ժողովուրդ ջան, շնորհակալություն։